Արմեն Մանվելյանն է, Պարոն Մանվելյան, այս օրերին ձեր մասնագիտական դիտարկումների կարիքը հաշվի առնելով Ռուսաստանից հնչող կոշտ հայտարարությունները եւ այդ ֆոնին Հայաստանից հնչող ճյուղի, բայց ակնարկները, որ առանց ձեզ մենք կարող ենք ի վերջո Հայաստանի դիվերսիֆիկացիան հնարավոր չէ այս փուլում եւ Հայաստանի իշխանությունները երբ նշում են միլիոնավոր դրամների հնարավոր օգուտների, TTIP եւ այլնի մասին, նա հեռանկար ինչպիսին է։ Նայեք, այսպես կոչված է Պաչմենուկային հեռանկարը ոչ թե կասկածել է, նաև դա մտածածին է, մանիպուլյատիվ, ինքը ոչ մի հեռանկար չունի, որտեղ ոչ մի ապրանքի ոչ գալու է, ոչ գնալու է։ Դրա մասին ինքնավ պետք է կարողանա այդ գրիպ կոչվածը կառուցել, էլ հարցը դա դες ինչ որ կոպետ օգուտ կբերի, դες չի բերի։ Այն պայմանագիրը, որ այս պահին կա գոնեն հռչակագիրը, որ Ռուբեոյի հետ ստորագրել է, դա կարդալուց պարզ է դառնում, որ ինքը մեզ ավելի շատ պրոբլեմներ է մեր համար ստեղծում, քան թե ինչ որ օգուտներ։ Հետևաբար այս ռուսական էներգետիկայի դեմ սկսած պատերազմը մեր համար աղետով է վերջանալու։ Որտեղ այլատրանքային գազ չկա, մենք էժան գնով ենք գազ ստանում։ Մենք ուրաննել ենք, հարստացած urանը մեծամորյա համար էլի միջազգային գներից էժան գներով ենք ստանում։ Բենզին ենք ստանում բավականին քվոտավորված, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք։ Այ Հայաստանի դուրս գալու ԵԱՏՄ-ից բերելու է ամբողջ համակարգի փլուզմանը ու դա շղթայական ռեակցիաներով ամբողջ տնտեսության համար։ Այս կուսակցության հաղթանակի հարցում, հնարավոր հաղթանակի պարագայում հնարավոր կլինի իրավիճակ փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության առումով։ Նայեք, իրավիճակ հնարավոր կլինի փոխել բոլոր ուղղություններով։ Եվրամիության այդ հարաբերություններում, այսինքն երկկողմ բարեդրացիական հարաբերություններ կստեղծեն, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ, չեմ ասում Ռուսաստանի եւ Իրանի իսլամական հարաբերությունները, երկրները, որոնք մեր համար ռազմական նշանակություն են։ Շատ կարևոր է Վրաստանի հետ հարաբերությունը, որը նույնպես այս երկրորդական պլան է սրանք շպրտել, բայց նույնպես Վրաստանի հետ պետք է հարաբերությունները բարելավել։ Այսինքն ես համոզված եմ, իշխանապողությունից հետո շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը բավականին նոր մակարդակի վրա կբարձրացնի արտաքին քաղաքականություն։ Շնորհակալություն։